Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ Սա վերաբերվում է տարվա ծնված ցուլերին, կոչվում է գոմեշ, նաև եզ է կոչվում։ 2026 թվականի փետրվարի 17-ին է սկսվել ձիու տարին, նոր տարին չինական հորոսկոպով, եւ այն մարդիկ, ովքեր որ ծնվել են այս տարիներին, ապա դուք տարով համարվում եք ցուլ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ յուրաքանչյուր տարի չի սկսվում հունվարի 1-ից, չինական հորոսկոպով։ Դրա համար անպայման հաշվի առեք նաև այդ փաստը։ Հունվար, փետրվար ամիսներին ծնվածները հնարավոր է նաև դեռ պատկանում են նախորդ նշանին։ Եվ ովքեր ծնվել են 1925 թվականին, արդեն 100 տարեկան են եւ նաև 101 1937-ին 49, 61, 73, 85, 97, 2009 եւ 2021 թվականները։ Դուք համարվում եք ցուլի տարում ծնված մարդիկ։ 2026 թվականին ցուլերը կհայտնվեն կարմիր ձիու ակտիվ եւ շարժուն էներգիայի ազդեցության տակ։ Այդ էներգիան կարող է բերել ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ որոշ փորձություններ։ Այս տարին ձեզանից կպահանջի ավելի մեծ ճկունություն, հարմարվելու կարողություն եւ երբեմն նաեւ պատրաստակամություն զիջումների գնալու համար։ Ձիու էներգիան մարդկանց մեջ արթնացնում է գործելու եւ երբեմն նույնիսկ ռիսկի դիմելու ցանկություն։ Բայց ցուլերի համար կարևոր է հիշել իրենց բնավորությունը, որը հանգիստ է, մտածված եւ կայուն։ Փորձեք չշտապել որոշումներ ընդունելիս եւ չտրվել ուժեղ էմոցիաներին, որպեսզի պահպանեք ներքին հավասարակշռությունն ու վստահությունը։ Անձնական կյանքում հնարավոր են որոշ փոփոխություններ։ Ոմանք կարող են զգալ, որ պետք է վերանայել իրենց հարաբերությունները, իսկ մյուսները կփորձեն ավելի ամրացնել արդեն գոյություն ունեցող կապերը։ Մեղմությունը, դիվանագիտությունը եւ զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ հարգանքը կօգնեն խուսափել թյուրիմացություններից։ Միայնակ ցուլերը կարող են հանդիպել մի մարդու, որը կարևոր դեր կունենա իրենց կյանքում, հատկապես գարնանը եւ ամռանը։ Առողջության տեսանկյունից 2026 թվականը լավ ժամանակ է ուժերը վերականգնելու եւ իմունիտետը ամրացնելու համար։ Օգտակար կլինեն կանոնավոր զբոսանքները, չափավոր ֆիզիկական ակտիվությունը եւ լիարժեք հանգիստը։ Փորձեք խուսափել գերհոգնածությունից եւ ավելորդ լարվածությունից, որովհետեւ գրակի էներգիան երբեմն կարող է առաջացնել հոգնածություն եւ նյարդայնություն։ Աշխատանքի եւ կարիերայի ոլորտում ցուլերին սպասվում են փոփոխություններ եւ նոր հնարավորություններ։ Հնարավոր է ստանաք առաջարկ բարձր պաշտոն ստանալու համար, փոխելու աշխատանքը կամ նույնիսկ սկսելու սեփական գործ։ Հաջողության կարևոր պայման կլինի մարդկանց հետ ճիշտ շփվելը եւ գործընկերների հետ վստահելի հարաբերություններ կառուցելը։ Ֆինանսների առումով 2026 թվականը կարող է բերել կայունություն եւ նույնիսկ եկամուտների աճի հնարավորություն, հատկապես եթե գործեք մտածված, գործնական եւ հեռատես։ Ընտանիքը եւ մտերիմ մարդիկ նույնպես մեծ աջակցություն ցույց կտան ձեզ։ Նրանց օգնությունը կարող է ուժեղացնել ձեր ինքնավստահությունը եւ օգնել պահպանել ներքին հանգստությունն ու ներդաշնակությունը։ Եվ հիմա խոսենք առանձին աշխատանք եւ գումար։ Չինական հորոսկոպի համաձայն 2026 թվականը ցուլի նշանի համար սկսում է ակտիվ եւ խոստումնալից շրջան։ Կարմիր կրակե ձիու տարին կբերի արագ զարգացում աշխատանքում, նոր նախագծեր եւ կարիերայի աճի հնարավորություններ։ Ցուլերը կարող են ավելի ամրացնել իրենց հեղինակությունը, ստանալ գնահատանք եւ մեծացնել մասնագիտական ծանոթությունների շրջանակը։ Նրանց համառությունն ու կազմակերպվածությունը կօգնեն հասնել հաջողության։ Ղեկավարությունն ու գործընկերները բարձր կգնահատեն ձեր պատասխանատվությունը եւ վստահելի լինելը։ 2026 թվականին բարենպաստ ժամանակ է աշխատանքը փոխելու, սեփական գործ սկսելու կամ նույնիսկ միջազգային մակարդակ դուրս գալու համար։ Ձիու տարին աջակցում է ակտիվ եւ վճռական մարդկանց։ Դրա համար, եթե զգում եք, որ պատրաստ եք փոփոխությունների, մի վախեցեք գործել։ Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, դասավանդմամբ կամ ղեկավարությամբ, կարող են ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն եւ նոր հնարավորություններ։
Այս տարվա հաջողությունը կախված կլինի ռազմավարական մտածողությունից և ձեր քայլերի հետևանքները կանխատեսելու կարողությունից։ Կարևոր է լավ մտածել յուրաքանչյուր որոշման մասին և գործել հեռատեսորեն։ Ֆինանսների առումով 2026 թվականը խոստանում է կայունություն և եկամուտների աստիճանական աճ։ Կարող են հայտնվել եկամտի նոր աղբյուրներ, շահավետ պայմանագրեր և նույնիսկ անսպասելի բոնուսներ։ Հատկապես հաջող կարող են լինել գործարքները, որոնք կապված են անշարժ գույքի, հողի կամ երկարաժամկետ ներդրումների հետ։ Միևնույն ժամանակ կարևոր է խուսափել հապճեպ որոշումներից, քանի որ անհամբերությունը կարող է ֆինանսական կորուստների պատճառ դառնալ։ Ավելի լավ է ամեն ինչ լավ մտածել և պահպանել զգուշավորությունը։ Գործընկերների հետ սկսված նախագծերը 2026 թվականին մեծ հավանականությամբ հաջող կլինեն և կօգնեն ամրացնել ընտանիքի նյութական վիճակը։ Կարմիր ձիու տարին ընդհանուր առմամբ բարենպաստ պայմաններ կստեղծի ֆինանսական աճի և ապագայի հանդեպ վստահության համար։ Սեր և ընտանիք։ Չինական հորոսկոպի համաձայն 2026 թվականին Ցուլի նշանի ներկայացուցիչների անձնական կյանքում սպասվում է հագեցած և զգացմունքներով լի շրջան։ Ձիու էներգիան կարթնացնի ավելի մեծ կիրք, նոր զգացումներ ապրելու ցանկություն և իսկական սիրո որոնում։ 2026 թվականին միայնակ ցուլերը կարող են հանդիպել մի մարդու, որը մեծ դեր կխաղա ձեր կյանքում։ Այդ ծանոթությունը կարող է աստիճանաբար վերածվել լուրջ հարաբերությունների։ Ձեր ինքնավստահությունը, բարեհամբույր վերաբերմունքը և բնական հմայքը կգրավեն հակառակ սեռի մարդկան։ Կարևոր է չշտապել և թույլ տալ, որ զգացմունքները զարգանան բնական ճանապարհով։ Իսկ ովքեր որ ընտանիք ունեն, այդ ցուլերի համար 2026 թվականը կլինի հարաբերությունների թարմացման և միմյանց ավելի մոտենալու շրջան։ Կարմիր ձիու տարին հարաբերությունները դարձնում են ավելի ակտիվ, բայց միաժամանակ պահանջում է համբերություն և կարողություն լսելու զուգընկերոջը։ Երբեմն կարող են առաջանալ փոքր վեճեր կենցաղային կամ ֆինանսական հարցերի պատճառով, բայց բաց ու անկեղծ խոսակցության դեպքում դրանք հեշտությամբ կլուծվեն։ Այս տարի կարևոր է չփորձել վերահսկել ձեր հարազատներին, այլ ավելի շատ ճկունություն և բարություն ցուցաբերել։ Դա կօգնի ամրացնել վստահությունը և ընտանիքում ստեղծել ջերմ ու խաղաղ մթնոլորտ։ Չինական հորոսկոպը խորհուրդ է տալիս 2026 թվականին սիրային հարաբերություններում լինել անկեղծ և ազնիվ։ Ձիու էներգիան աջակցում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են փոփոխությունների և կարողանում են բաց թողնել հին վիրավորանքները։ Շատ ցուլերի համար 2026 թվականը կարող է դառնալ նոր ընտանեկան փուլի սկիզբ, սկսած հարսանիքի ծրագրումից մինչև երեխայի ծնունդ։ Համբերությունը, տակտը և զուգընկերոջ զգացմունքների հանդեպ հարգանքը կօգնեն պահպանել ներդաշնակությունը և ամբողջ տարվա ընթացքում հաջողություն բերել սիրային կյանքում։ Ցուլի հորոսկոպը, իհարկե, յուրաքանչյուր ամսվա համար։ Հունվար ամիսը, դա դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 18-ը ընկած ժամանակահատվածն է։ Իհարկե, սա չինական հորոսկոպով այդպես է։ Արևելյան հորոսկոպի համաձայն հունվարը ցուլերի համար կսկսվի ակտիվ էներգիայով և փոփոխություններով։ Այս շրջանը կարող է բերել ոգեշնչում, առաջ շարժվելու ցանկություն և նոր հնարավորություններ։ Ձեր մոտ կարող են առաջանալ հետաքրքիր ու համարձակ գաղափարներ։ Աշխատանքում հնարավոր են նոր առաջարկներ, բայց կարևոր է չշտապել որոշումներ ընդունելիս, քանի որ կարմիր ձիու էներգիան կարող է ձեզ դարձնել ավելի իմպուլսիվ։ Անձնական կյանքում փորձեք պահպանել հավասարակշռություն, ուշադրություն դարձնելով թե ձեր ազատությանը, թե հարազատներին։ Այս ամիսը արդեն անցել է, միգուցե պետք է մի հատ վերանայեք։ Մարտ ամսվա համար դա հունվարի 19-ից, փետրվար ամսվա համար հունվարի 19-ից մինչև փետրվարի 17-ն է։ 2026 թվականի հորոսկոպի համաձայն փետրվարը ցուլերին կբերի ներքին հանգստություն և վստահություն։ Սա բարենպաստ ժամանակ է նոր գործեր սկսելու, ընկերական հարաբերությունները ամրացնելու և կյանքում կայունությունը, հանգստությունը վերադարձնելու համար։ Ֆինանսների հարցում խորհուրդ է տրվում ուշադիր լինել և խուսափել ավելորդ ծախսերից։ Սիրային կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ։ Եթե նախաձեռնություն ցուցաբերեք, հարաբերությունները կարող են ավելի ջերմ դառնալ։
Մարտ ամիսը դա փետրվարի 18-ից մինչև մարտի 19-ը ընկած ժամանակահատվածն է։ Չինական հորոսկոպի համաձայն մարտը կլինի պլանավորման և ինքնակազմակերպման շրջան։ Ծուլերին խորհուրդ է տրվում այս ժամանակ օգտագործել գործնական կապերը ամրացնելու և ապագայի համար ծրագրեր կազմելու համար։ Կարևոր է պահպանել հանգստություն և չտրվել ավելորդ հույզերին։ Մի ծանրաբեռնեք ձեզ շատ պարտականություններով, քանի որ 2026 թվականին առողջությանը պետք է ավելի զգույշ լինեք։ Ապրիլ ամիսը դա մարտի 20-ից մինչև ապրիլի 18-ն է։ Ապրիլին ցուլերը կարող են զգալ էներգիայի աճ և ստեղծագործական ոգեշնչում։ Աշխատանքում հնարավոր են առաջարկներ, որոնք նոր հեռանկարներ կբացեն։ Անձնական հարաբերություններում սպասվում է ներդաշնակություն և ռոմանտիկ պահեր։ Նրանք, ովքեր փնտրում են սեր, պետք է ավելի հաճախ լինեն մարդկանց մեջ, քանի որ կարևոր հանդիպումը կարող է տեղի ունենալ անսպասելի։ Մայիս ամիսը դա ապրիլի 19-ից մինչև մայիսի 17-ն է։ Մայիսը կարող է դառնալ մի շրջան և պետք է ցույց տալ համբերություն և հաստատակամություն։ Կարևոր է չկասկածել ինքներդ ձեզ և չհանձնվել դժվարությունների առաջ։ Ֆինանսական հարցերում խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել և խուսափել կասկածելի ներդրումներից։ Ընտանիքում հնարավոր են բաց և անկեղծ խոսակցություններ, որոնք կօգնեն լուծել հին անհասկացությունները և վերականգնել վստահությունը։ Հունիս ամիսը դա մայիսի 18-ից մինչև հունիսի 16-ն է։ Հունիսը կլինի ակտիվ և արդյունավետ շրջան։ Ցուլերը կարող են ձեռք բերել նոր գործնական կապեր և շահավետ համագործակցություններ։ Կարևոր է պահպանել համբերություն և չսպասել արագ արդյունքների։ Սիրային կյանքում կարող են լինել ուժեղ և հանկարծակի զգացմունքներ, բայց կարևոր է չընդունել որոշումներ հույզերի ազդեցության տակ։ Հուլիս ամիսը դա հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ն է։ Հուլիսը ավելի շատ հանգստի և ուժերը վերականգնելու ժամանակ կլինի։ Եթե հնարավորություն ունեք, լավ կլինի մեկնել ճամփորդության։ Ընտանեկան կյանքում խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ և ամրացնել զգացմունքային կապերը։ Այս ամիսը լավ չէ մեծ և կարևոր նախագծեր սկսելու համար։ Օգոստոսը դա հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 14-ն է։ Օգոստոսին կարող եք զգալ հոգնածություն և ցանկություն ավելի շատ մենակ մնալու համար։ Սա լավ ժամանակ է ինքնավերլուծության և ներքին վիճակի վրա աշխատելու համար։ Ֆինանսների հարցում պետք է զգուշավոր լինել և խուսափել ռիսկային ծախսերից։ Սիրային հարաբերություններում ցանկալի է լինել ավելի զուսպ և համբերատար։ Սեպտեմբեր ամիսը դա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 13-ն է։ Սեպտեմբերը կարող է բերել մասնագիտական հաջողություններ և կայունություն։ Ձեր կատարած աշխատանքի արդյունքները վերջապես կերևան։ Աշխատանքում խորհուրդ է տրվում շարունակել գործել հանգիստ և զգուշությամբ, առանց շտապելու նոր ծրագրեր սկսել։ Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, հատկապես եթե աջակցեք ձեր զուգընկերոջը։ Հոկտեմբեր ամիսը դա սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 13-ն է։ Հոկտեմբերին կարևոր կլինի ուշադրություն դարձնել ներքին հավասարակշռությանը։ Կարող են առաջանալ ժամանակավոր դժվարություններ, բայց դրանք կօգնեն ավելի լավ հասկանալ ձեր նպատակները։ Սիրային կյանքում չափազանց խստությունը կարող է խնդիրներ առաջացնել։ Դրա համար փորձեք լինել ավելի մեղմ և հասկանալ ձեր սիրելիներին։ Նոյեմբերը դա հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 12-ն է։ Նոյեմբերը կլինի ակտիվ շփումների ու հանդիպումների ժամանակ։ Հնարավոր են գործնական բանակցություններ և նոր օգտակար ծանոթություններ։ Ֆինանսական առումով ամիսը բարենպաստ է։ Հնարավոր են պարգևավճարներ կամ լրացուցիչ եկամուտներ։ Անձնական կյանքում կարող եք զգալ ավելի մեծ վստահություն և հանգստություն։ Դեկտեմբեր ամիսը դա նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 11-ն է։ Չինական հորոսկոպի համաձայն դեկտեմբերը կլինի տարվա արդյունքները ամփոփելու ժամանակ։ Ցուլերը կկարողանան հետ նայել անցած տարվան և գնահատել իրենց ձեռքբերումները։ Խորհուրդ է տրվում մի փոքր դանդաղեցնել տեմպը, վերականգնել ուժերը և պատրաստվել կյանքի նոր փուլին։ Ընտանեկան կյանքում սպասվում են ջերմ և հաճելի պահեր, իսկ ֆինանսական հաջողությունը կդառնա տարվա լավ ավարտ։ Ինչը հաջողություն կբերի ձեզ 2026 թվականին։
2026 թվականը ցուլի նշանի համար կարող է դառնալ ակտիվության, ճանաչման և նոր հնարավորությունների տարի։ Կարմիր կրակետ ձիու էներգիան կբերի ոգեշնչում և գործելու ցանկություն։ Իսկ ձեր բնական համառությունն ու աշխատասիրությունը կօգնեն այդ էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործել։ 2026 թվականը հատկապես հաջող կլինի համատեղ նախագծերի, գործնական ընկերության և մասնագիտական կապերը ամրացնելու համար։ Ձեր աշխատասիրությունն ու վստահելիությունը կգնահատվեն, իսկ ազդեցիկ մարդկանց աջակցությունը կարող է օգնել հասնել նոր բարձրունքների։ Այս տարվա հաջող գույնը ցուլի համար դա կապույտն է, մուգ կապույտը և արծաթե սպիտակը։ Այսինքն ոչ արծաթ, ոչ սպիտակ, ինչ որ երանգ կա այդպես։ Այս գույները կօգնեն պահպանել հանգստություն լարված պահերին և ավելի պարզ որոշումներ ընդունել։ Կարող եք դրանք ավելացնել ձեր հագուստում կամ տան ինտերիերում, ինչը կօգնի պահպանել ներքին հավասարակշռությունը և կգրավի հաջողություն։ Բացի այդ, հաջողություն կարող են բերել զարդերը սապֆիրի քարերով կամ լուսնաքարով։ Դրանք համարվում են ուժեղ հաջողության թալիսմաններ։ Ձեր հաջողակ թվերը դրանք 2-ը, 5-ը և 8-ը։ Այս թվերը կարող են կարևոր դեր ունենալ տարբեր ընտրությունների ժամանակ։ Օրինակ ամսաթվեր ընտրելիս, համարներ կամ ճանապարհորդության ուղղություններ որոշելիս։ Հատկապես բարենպաստ ուղղություններ կլինեն արևելքը և հյուսիս-արևելքը։ Այդ ուղղություններով կարող են բացվել նոր և անսպասելի հնարավորություններ։ Ձիու տարին աջակցում է այն մարդկանց, ովքեր չեն վախենում պատասխանատվություն վերցնել և վստահությամբ առաջ շարժվել դեպի իրենց նպատակները։ Եվ ինչը կարող է ձեզ անհաջողություններ բերել 2026 թվականին։ Չնայած 2026 թվականի հորոսկոպը ընդհանուր առմամբ հաջող է ցուլերի համար, բայց կարևոր է զգուշանալ չափազանց ուժեղ հույզերից և շտապողականությունից, որը կարող է առաջանալ կրակետ ձիու ազդեցության պատճառով։ Շատ ուղիղ խոսելը կամ չափազանց համառ լինելը կարող է բերել անհասկացողությունների, հատկապես աշխատանքի միջավայրում։ Այդ պատճառով լավ է լինել ավելի ճկուն և ամեն ինչ շատ լուրջ չընդունել, որպեսզի խուսափեք վեճերից։ 2026 թվականին ցուլերի համար բարենպաստ գույներ չեն, անբարենպաստ գույներ են համարվում վառ կարմիրը և մանուշակագույնը։ Այս գույները կարող են ավելացնել հոգնածությունն ու գրգռվածությունը։ Ավելի լավ է խուսափել դրանցից հագուստի կամ տան ինտերիերի մեջ, հատկապես այն օրերին, երբ ունեք կարևոր հանդիպումներ կամ բանակցություններ։ Նաև խորհուրդ է տրվում ավելի զգուշավոր լինել մայիսին և սեպտեմբերին։ Այս ամիսներին կարող են լինել հուզական լարված պահեր, որոնք կարող են բերել սխալ որոշումների։ Առողջության հարցում հորոսկոպը խորհուրդ է տալիս պահպանել չափավորություն։ Չարժե շատ ուտել և պետք է խուսափել չափազանց հոգնելուց։ Ձիու տարվա էներգիան ակտիվ է, բայց երբեմն կարող է նաև ուժերը արագ սպառել։ Այդ պատճառով կարևոր է աշխատանքի և հանգստի ճիշտ հավասարակշռությունը։ Փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, հատկապես հարաբերություններում, և պահպանել ներքին հանգստություն։ Հենց այդ ներքին հավասարակշռությունն էլ կարող է դառնալ ձեր ամենակարևոր հաջողության թալիսմանը 2026 թվականին։ Ձեզ համար լավագույն սիրային համադրությունները 2026 թվականին։ 2026 թվականը, որը անցնում է կարմիր կրակետ ձիու նշանի տակ, ցուլերի սիրային կյանքը կարող է լինել հագեցած զգացմունքներով, կարող ձեզ բերել շատ զգացմունքներ և նոր հնարավորություններ։ Այս տարվա ընթացքում ցուլերի համար ամենահարմար և ներդաշնակ հարաբերությունները կարող են լինել առնետի, օձի և աքլորի նշանների հետ աքաղաղին։ Այս նշանները կարող են տալ այն կայունությունը, ուշադրությունն ու ոգեշնչումը, որոնք երբեմն պակասում են ակտիվ և փոփոխություններով լի ձիու տարում։ Առնետները կարող են օգնել ցուլերին ավելի բացահայտել իրենց զգացմունքները։ Նրանց աշխուժությունն ու ճարպկությունը լավ հավասարակշռում են ցուլի հանգիստ ու զուսպ բնավորությունը, ինչի շնորհիվ հարաբերությունները դառնում են ավելի ջերմ և հետաքրքիր։ Օձերի հետ ցուլերը կարող են ունենալ խորը հոգևոր և ինտուիտիվ կապ։ Օձերի իմաստությունը հաճախ օգնում է ցուլերին ճիշտ ուղղություն ընտրել և ավելի վստահ զգալ իրենց զգացմունքների մեջ։ Աքաղաղները կարող են ցուլերին տալ անկեղծ աջակցություն և հիացմունք։
Սա շատ կարևոր է ցուլերի համար, քանի որ նրանք սիրում են կայունություն և գնահատանք իրենց հարաբերություններում։ 2026 թվականին նման համադրությունները կարող են վերածվել ուժեղ և երկարատև հարաբերությունների, որոնք հիմնված են փոխըմբռնման և հարգանքի վրա։ Եթե դուք արդեն հարաբերությունների մեջ եք, ապա այս նշանների մարդիկ հայտնվելով ձեր շրջապատում կարող են դառնալ լավ ընկերներ կամ խորհրդատուներ։ Նրանք կարող են օգնել ավելի լավ հասկանալ զգացմունքները և ամրացնել ներդաշնակությունը ձեր հարաբերություններում։ Ձեզ համար ամենադժվար և ամենաանբարենպաստ սիրային համադրությունները 2026 թվականին։ Դա կարող է լինել վագրի, վիշապի և ձիու նշանների հետ։ Այս նշանների ակտիվ և անկախ բնավորությունը հաճախ կարող է հակասել ցուլի ցանկությանը ունենալու կայուն և հանգիստ հարաբերություններ։ Վագրերը հաճախ լինում են շատ արագ բռնկվող և ազատասեր։ Դա կարող է ցուլերի մոտ անհանգստություն առաջացնել, քանի որ նրանք ավելի շատ սիրում են խաղաղություն և վստահություն հարաբերություններում։ Վիշապները հաճախ փորձում են առաջնորդել և երբեմն չափազանց ուժեղ բնավորություն են ցույց տալիս։ Նրանց մեծ հավանականությունը կարող են դժվարացնել հավասարակշռություն գտնել հարաբերություններում։ Նրանց իհարկե հավակնությունները։ Ձիերը հատկապես իրենց տարվա ազդեցության տակ կարող են լինել ավելի փոփոխական զգացմունքներում և միշտ պատրաստ չեն զիջումների գնալ։ Դա նույնպես կարող է խնդիրներ ստեղծել ցուլերի հետ հարաբերություններում։ Սակայն 2026 թվականի ձեր հորոսկոպը հիշեցնում է, որ ամեն ինչ կախված է մարդկանց ցանկությունից հասկանալու միմյանց։ Եթե դուք կարողանաք ցուցաբերել համբերություն, ճկունություն և հարգել զուգընկերոջ անձնական սահմանները, նույնիսկ բարդ հարաբերությունները կարող են դառնալ կարևոր փորձ և դաս սիրո մեջ։ Ցուլի ուժը նրա հանգստության և տոկունության մեջ է։ Հենց այդ հատկություններն էլ կարող են օգնել ձեզ պահպանել ներդաշնակություն և կառուցել լավ հարաբերություններ նույնիսկ զգացմունքներով հարուստ ձիու հետ։ Եվ ցուլերը պետք է կարևոր փոփոխություններ անեն 2026 թվականին։ 2026 թվականի կրակե ձիու ազդեցության տակ ցուլերի կյանքում կարող են լինել ակտիվ և փոփոխություններով լի իրավիճակներ։ Հաջողությունը կախված կլինի նրանից, թե երբեք որոշում կարևոր քայլեր անել։ Նոր նախագծեր սկսելու, աշխատանքը փոխելու կամ կարևոր որոշումներ ընդունելու համար ամենաբարենպաստ ամիսներն են մարտը, հուլիսը և հոկտեմբերը։ Մարտին դուք կարող եք զգալ ավելի մեծ վճռականություն և վստահություն։ Հուլիսին կզգաք ոգեշնչում և ստեղծագործական բարձր տրամադրություն։ Հոկտեմբերը լավ ժամանակ կլինի արդեն ստացված արդյունքները ամրացնելու և կյանքի նոր մակարդակի անցնելու համար։ Եթե խոսքը վերաբերվում է անձնական կյանքին, ապա 2026 թվականի հորոսկոպը իհարկե ձեր հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հատկապես ամառային ամիսներին՝ հունիսին և օգոստոսին։ Այդ ժամանակ մարդիկ ավելի զգայուն և հասկացող են դառնում միմյանց նկատմամբ։ Սա լավ շրջան է հարաբերությունները ամրացնելու, ընտանեկան կարևոր որոշումներ ընդունելու կամ նույնիսկ տեղափոխվելու համար։ Կրակե ձիու էներգիան օգնում է ցուլերին լինել ավելի համարձակ, բայց կարևոր է պահպանել ներքին հավասարակշռությունը և չշտապել որոշումների մեջ։ 2026 թվականի հնարավոր դժվարությունները անձնական և գործնական կյանքում։ 2026 թվականի հորոսկոպը նաև զգուշացնում է, որ ցուլերը պետք է ավելի զգույշ լինեն իրենց ուղիղ խոսքի և հուզական պոռթկումների նկատմամբ։ Ձիու տարվա ակտիվ էներգիան երբեմն կարող է ստիպել արագ և ոչ միշտ ճիշտ որոշումներ ընդունել, հատկապես աշխատանքի հարցերում։ Աշխատավայրում կարող են առաջանալ անհամաձայնություններ գործընկերների հետ, տարբեր կարծիքների կամ մրցակցության պատճառով։ Այդպիսի իրավիճակներում կարևոր է լինել ավելի ճկուն և դիվանագիտական, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից և պահպանեք ձեր հեղինակությունը։ Անձնական կյանքում նույնպես հնարավոր են որոշակի անհասկացողություններ, հատկապես տարվա առաջին կեսին։ 2026 թվականի ձեր այս հորոսկոպում Հուագա այդպես աստղ գոյություն ունի, այդ ազդեցությունը շատ կարևոր է ձեզ համար, որը երբեմն կարող է մարդկանց մեջ առաջացնել միայնակ մնալու կամ ինքնավերլուծությամբ զբաղվելու ցանկություն։ Հիշեք այս աստղը, կոչվում է Հուագայ։ Միայնակ ցուլերին
Խորհուրդ է տրվում չշտապել զուգընկեր ընտրելու հարցում, ավելի լավ է ժամանակ տալ, որպեսզի հարաբերությունները զարգանան բնական կերպով։ Ընտանիք ունեցող ցուլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց հարազատներին, որպեսզի հարաբերություններում չառաջանան զգացմունքային հեռավորություն։ Այս տարվա հիմնական խորհուրդը հետևյալն է. պահպանեք ներքին հանգստություն եւ մի ընդունեք կարևոր որոշումներ ճնշման տակ։ Ցուլերին բնորոշ հանգիստ եւ մտածված մոտեցումը կօգնի հաղթահարել դժվարությունները եւ նույնիսկ բարդ իրավիճակները վերածել փորձի, որը կբերի անձնական աճի եւ կայունության։ Եվ հիմա ուզում եմ խոսել տարով ցուլ եւ ամսով ծնված մարդկանց համար։ Այսինքն, եթե դուք ծնվել եք տարով ցուլ, բայց ամսով խոյ եք, ցուլ եք, եկվորյակ եւ այլն ջրհոս, ձկներ, ապա կարող եք լսել նաեւ ձեր հորոսկոպը, թե ինչ է ձեզ սպասվում 2026 թվականին։ Եվ այսպիսով ցուլ խոյ։ Խոյերը 2026 թվականին ամբողջ տարվա ընթացքում կզգան էներգիայի մեծ աճ։ Խնդիրները կլուծվեն սովորականից ավելի արագ։ Իսկ նույնիսկ այն դժվարությունները, որոնք մի փոքր անհանգստություն կպատճառեն, դրանք կմնան անցյալում։ Այս տարին բարենպաստ է սիրային զգացմունքների, ուժեղ զգացմունքների եւ իսկական սիրո հանդիպման համար։ Մի վախեցեք ռիսկի դիմելուց եւ նախաձեռնություն ցուցաբերելուց, որովհետեւ հակառակ դեպքում կարող եք բաց թողնել ձեր երջանկության հնարավորությունը։ Ցուլ եւ ցուլ։ Սիրային հարաբերություններում կարող են լինել որոշ անհասկացողություններ եւ դժվարություններ։ Ցուլերը կարող են զգալ, որ դժվար է հասկանալ զուգընկերոջ զգացմունքները եւ ցանկությունները։ Իսկ զուգընկերը կարող է զգալ, որ իրեն բավարար չափով չեն գնահատում եւ նրանք միայնակ են։ Կարևոր է լինել ավելի ուշադիր եւ զգայուն ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Հակառակ դեպքում ձեր բնական համառության պատճառով կարող եք մնալ միայնակ։ Ցուլ եւ եկվորյակ։ Եկվորյակները հնարավորություն կունենան վայելել իրենց երկարատև աշխատանքի արդյունքները։ Տարվա հովանավորը ձեզ համար պատրաստել է շատ հետաքրքիր հնարավորություններ։ Այդ պատճառով պետք է պատրաստ լինեք փոփոխությունների։ Տարվա առաջին կեսին կփորձեք խնայել ձեր նյարդերը եւ ուժերը, որպեսզի մինչեւ օգոստոս չզգաք հոգնածություն, թե չէ արդեն գերհոգնած կլինեք ամառվա վերջ։ Ցուլ եւ խեցգետին։ Այս տարի ստիպված կլինեք մի փոքր հրաժարվել միայն այն, որ հոսանքի ուղղությամբ եք շարժվում։ Ձին բարեհաճ է ձեր հանդեպ, բայց պահանջում է ակտիվություն եւ նախաձեռնություն։ Մի գնացեք այդպես էլի հոսանքին հավասար։ Պետք չէ պայքարել ճակատագրի դեմ, բայց նաեւ պետք չէ պարզապես սպասել։ Եթե կարողանաք զգալ տարվա էներգիայի ռիթմը, այն անպայման կօգնի ձեզ։ Ցուլ եւ առյուծ։ 2026 թվականին առյուծները պետք է ընդունեն իրենց համար կարևոր որոշում։ Ինչ ընտրություն էլ կատարեք, այն ճիշտ կլինի, որովհետև դա կապված է ձեր զգացմունքների եւ ցանկությունների հետ։ Տարվա էներգիան ձեզ ժամանակ կտա մտածելու եւ ամեն ինչ հանգիստ գնահատելու համար։ Հիշեք, որ ընտանիքը ամենաթանկ բանն է, դրա համար գնահատեք եւ պահպանեք ձեր զուգընկերոջը։ Ցուլ եւ կույս։ Տարվա երկրորդ կեսին կույսերին կարող են հիասթափեցնել գործընկերները եւ նույնիսկ վնաս պատճառել։ Որպեսզի դա չպատահի, պետք է շատ ուշադիր ստուգել գործնական ձեր գործընկերներին եւ ոչ մեկին կուրորեն չվստահել։ Կարևոր է լսել ձեր ինտուիցիային եւ ոչ միայն անձնական, այլ նաեւ գործնական հարաբերություններում ապավինել դրա հուշումներին։ Ցուլ եւ կշեռք։ Այս տարին կշեռքներին կարող է բերել մասնագիտական հաջողություններ եւ վաղուց մտածված ծրագրերի իրականացում։ Սա լավ ժամանակ է նոր եւ համարձակ քայլերի համար, բայց մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր պատրաստ են ձեզ օգնել։ Երբ զգաք, որ օգնության կարիք ունեք, դիմեք նրանց։ Մի ծախսեք շատ ժամանակ կասկածների վրա, որովհետև չափազանց երկար մտածելը կարող է խանգարել ձեր առաջընթացին։ Ցուլ եւ կարիճ։ Կարիճները պետք է մի փոքր զսպեն իրենց ուժեղ բնավորությունն ու կրքոտությունը եւ գտնեն մի բան, որը նրանց կհանգստացնի։ Դա կարող է լինել սիրելի մարդ, ընտանիքը կամ հետաքրքիր զբաղմունքը։ Կարևոր է չձանձրանալ, որովհետև հենց անգործությունն է հենց խնդիրների պատճառ դառնում։ Սպասվում են փոփոխություններ, որոնք սկզբում փոքր կթվան, բայց ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն կունենան։ Ցուլ եւ աղեղնավոր։
Աղեղնավորները պետք է հավաքեն իրենց ուժերը, որովհետև տարվա ընթացքում շատ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Որոշ իրավիճակներ կարող են անսպասելի լինել, բայց պետք չէ չափազանց անհանգստանալ ապագայի համար։ Կարմիր ձինը արդեն պատրաստել է իրադարձությունների ընթացքը, պետք է սովորել ընդունել կյանքի անակնկալները, բայց նաև չկորցնել սեփական կամքը։ Ցուլ եւ այճեղջյուր։ Այճեղջյուրները կարող են հայտնվել ուժեղ զգացմունքների եւ հույզերի մեջ։ Դա վերաբերվում է ոչ միայն միայնակ մարդկանց, այլ նաև նրանց, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են։ Ձեր տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, բայց նույնիսկ այդ հուզական փոփոխությունների մեջ տարվա էներգիան ձեզ կտանի դեպի ձեր ճակատագիրը։ Ավելի լավ է վստահել կյանքի ընթացքին եւ չփորձել պայքարել դրա դեմ։ Ցուլ եւ ջրհոս։ Ջրհոսներին խորհուրդ է տրվում վերջապես համարձակվել փոփոխություններին։ Դուք արդեն երկար ժամանակ ձեր շուրջը կառուցել եք մի տեսակ պատնեշ եւ փորձում եք ոչ ոքի շատ մոտ չթողնել։ Բայց արդյոք միայնությունը ձեզ երջանկացնում է։ Փորձեք բացվել մարդկանց առաջ եւ ակտիվորեն փնտրել ձեր երկրորդ կեսին։ Այս տարի մեծ հնարավորություն կա գտնելու իսկական սեր։ Ցուլ եւ ձկներ։ Ձկները պետք է սովորեն ավելի արագ արձագանքել եւ արագ որոշումներ ընդունել։ Իրադարձությունները կարող են արագ զարգանալ, բայց դրանց մեծ մասը կբերի նոր հնարավորություններ։ Արդյունքում դրանք կարող են դառնալ ձեր կյանքի լավ եւ հաջող ապագայի սկիզբը։ Աշտանը բարենպաստ են փոքր ճանապարհորդությունները։ Եթե դեռ չեք բացահայտել ձեր շրջապատի գեղեցիկ վայրերը, լավ ժամանակ է ճանապարհ ընկնելու համար։